35 դրոպ 35 ԿՊ կապանում լավ չի թվերը ԿՊ-ն 416 ուժեղ Հայաստան 138 Հայաստան դաշինք 89 միասնության թվեր 92 այստեղ այո Էդգար հաստատում եմ քո ասածը այնտեղ որտեղ որ ընդդիմությունը աշխատել է այդտեղ հաղթանակ է տոներ որտեղ միասնության թվերը իսկապես այդ տարածքում աշխատում էր Արմավիրի մարզ Շենի գյուղ Հայաստան դաշինք 200 Հայաստան դաշինք 224 Արմավիրի մարզում Էդգար ես ինչով է պայմանավորված 20 ուժեղ ինչ որ մեկը էլի աշխատել է 20 ԿՊ 131 կեց են արմավիրցիները հետո ինձ անդադ ասում էին զայրացի արմավիրցիները որ սենց ԿՊ-ի կողքն են էլի Երևան Դավիթաշեն ԿՊ Էդգար էլի վատ թվեր 479 ԿՊ ուժեղ Հայաստան 262 Հայաստան դաշինք 126 ԲՀԿ 16 այսպես Գավառում 19 դրոպ 8 ԿՊ 460 ուժեղ Հայաստան 224 Հայաստան դաշինք 8 շատ զարմանալի է նոյեմբերյանի զորական համայնք ուժեղ Հայաստան կեցեք դուք նոյեմբերյանի զորական համայնք ուժեղ Հայաստան 327 Հայաստան դաշինք 50 ԿՊ 70 ես հիմա խոսքը կփոխանցեմ Անիին եւ Անի եւ Ռուզանայի թույլտվությամբ 10 րոպե կհանգստանամ եւ կգամ կշարունակեմ չէ հիմա ես Անիին հարց կտամ շատ կարճ 10 րոպե կզրուցենք Ռուզանա եւ պիտի խնդրեմ որ դուք միանաք մեզ շատ շնորհակալ եմ Անիին որ միացավ մեզ Անին իսկապես բացառիկ լրագրող է եւ միայն այսօր չէ որ ինքը փայլուն աշխատել է ինքը վերջին 8 տարիների ընթացքում միշտ եղել է ամենաթեժ կետերում եւ ամենաառաջին ինֆորմացիան է հասցրել մեզ այսօր էլ ինքը գտնվում էր էլի թեժ կետերից մեկում գտնվում էր Գյումրիում մենք ինքը դեռ Գյումրիի ճանապարհին էր մենք զրուցեցինք ինչ որ բաներ փորձեց ներկայացնել հիմա պիտի խնդրեմ ինչը որ առանձնացրել եք անի մանրամասը ներկայացնել եւ խնդրեմ որ Ռուզանան ինձ փոխարինի ես 3.5 ժամ արդեն եթերում եմ շատ կարճ 10 րոպե կհանգստանամ հետո ինչ որ մեկի հետ զրույցը կշարունակեմ շնորհակալություն հիմա Ռուզանան ինձ կփոխարինի խնդրեմ արի նախ շնորհակալ եմ հրավերի համար նաև շնորհակալ եմ այն աշխատանքի համար որ հիմա այս ռեժիմով անում եք որտեվ շատ կարևոր է որպեսզի մեր հանրությունը իմանա իրականում ինչ պատկեր ունենք մենք նախ եթե ուզում ենք հասկանալ թե ինչու է այս պահի դրությամբ նախնական նաև այս արդյունքները եւ չի բացառվում որ նաև ընդհանուր արդյունքները այսպիսին լինեն հիշեք թե քարոզարշավի ժամանակ որքան էր հենց բաց վարչական ռեսուրս կիրառվում եւ այդ նույն վարչական ռեսուրսը կիրառվել է նույն ճնշումները կիրառվել են նաեւ այսօր ընտրությունների ժամանակ հիշեք թե որքան ահազանգեր էին հնչում բանակի ներգրավվածության վերաբերյալ այսօր դուք տեսաք թե ինչպիսի քվեարկություն էին իրականացնում զինծառայողները ինչպես էին նրանց այնտեղ տանում այսինքն բացահայտ տեսակ նաև բանակի ակտիվությունը այս հարցում տեսակ նաև թաղային Գյումրիում այստեղ քիչ լրատվամիջոցներ են եղել կամ գուցե չեն եղել ես կուզենամ դուք պատմեք Գյումրիում ինչ եք տեսել ինչ եք արձանագրել Գյումրիում տեսել ենք Գյումրին կարևոր է խոսքասող քաղաք է Գյումրիում տեսել ենք այն ինչ ողջ այս քարոզարշավի ընթացքում թիրախավորված են եղել ընդդիմադիրները վաղ առավոտից ձերբակալություններ են եղել ընդ որում ոչ միայն շտաբերի մոտ են ոստիկանները կուտակված եղել այլև անհատապես ակտիվիստների կուսակցականների տան դիմաց կոնկրետ 3 անձի տնից էին ձերբակալել ընդ որում ձերբակալությունն իրականացրել էր Խուդինյանը որը այլևս իրավունք չունի ձերբակալման գործընթացի մասնակցելու եւ այդպիսով նրանք փորձել էին խաթարել շտաբների գործողությունը, խաթարել տեղում ակտիվիստների գործողությունը, խաթարել ընտրողների, ընդդիմադիր ընտրողների քվեարկության իրավունքը, ահաբեկել նրանց, որովհետեւ ողջ քաղաքում անընդհատ ոստիկանական մեքենաներ են շրջել
անընդհատ մարդկանց բարձաբանում էին տալիս, օրինակ այդ օրինակ ասում էին, որ կասկած ունեն, որ կաշառք է բաժանվել։ Բայց գիտեք, հետաքրքիրը որն է, որ դեպքի զննությանն անգամ կամ պահպանությանը թույլ չէին տալիս, որպեսզի փաստաբանը մասնակցի։ Հիմա այստեղ հարցեր են առաջանում, փաստաբանն էլ տեղում ասում էր, որ ինքը վստահ չի, որ որևէ ոստիկան մարդու տանը ինչ որ իր չի թողնելու, ինչու ասում էր դարպասի մոտ չեք կանգնում, այլ ներխուժում եք մարդու սեփական տարածք, ընդ որում առանց փաստաբան, սա ապօրինի գործողություն է եւ չի կարող տեղավորվել որևէ իրավակարգավորման մեջ։ Այսինքն սա ընդհանրապես ահաբեկելու համար էր, որպեսզի մարդիկ մտածեն, այսինքն եթե ես օրինակ կապ եմ հաստատում իմ հանձնաժողովի, մեր դաշինքի, կուսակցության անդամի հետ, վստահված անձի հետ, տվյալներ եմ նրանից վերցնում, հրապարակում ենք այդ տվյալները եւ այլը, ստացվում է, որ ճնշելով նաեւ այդ մարդկանց, ովքեր տեղում աշխատում են, իրենց ակտիվի հետ, իրենց հանձնաժողովի անդամների հետ, դու ճնշում ես նաեւ տվյալ հանձնաժողովի անդամին, վստահված անձին, որ պիտի տեր կանգնի այդ ձայնին, հիմա հարց է առաջանում, արդյոք եւ պատական չէ, որ օրինակ Գյումրիում սկզբից շատ ակտիվ էին, հետո пассивացան։ Այդ գործողությունները, այդ ճնշման մեթոդները, այդ շոուները իրենց դերակատարությունը ունեցան։ Ընդ որում այդ շոուները նոր չեն։ Ուղղակի այստեղ այլ հարց կա։ Գյումրեցիներից շատերի մոտ նաև հիասթափություն կա։ Մենք պիտի ուղիղ ասենք, որ շատ գյումրեցիներ վերջին զարգացումներով պայմանավորված, երբ մենք շատ էինք ուրախանում, որ վերջապես ընդդիմադիր քաղաքապետ ընտրվեց, իրենց որոշակի առումով նաև խաբված էին զգում։ Եվ բացի այդ, սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրեր է իրականացրել իշխանությունը այնտեղ, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, սա էլ կաշառքի մի ձև է, պարզապես օրինական, իրենց այսպես օրինականացրած ձևն է։ 10,000 դրամ թոշակների բժշկական անվճարապահովագրություն եւ այո, եւ ես հարցում էի անում, ասում էին փոխվել է, զբոսաշրջիկներ ունենք, վիրահատության, պատկերացրեք վերջին օրը, այո, իրենք աշխատել են ավելի շատ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ վերջին օրերին, այսպես է, կարճատև լուծման ծրագրեր են առաջարկել, մարդիկ այդ վերջին օրերին տեսել են, մոռացել են, թե օրինակ ինչ էր եղել դրանից առաջ, որ միջև հիմա Գյումրին այսպես աղետի գոտի կարգավիճակի մեջ է դեռ դոմիկներ կան, դեռ խնդիրը լուծված չի։ Այսինքն, եթե այսպես հանրագումարի ենք բերում, ստացվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքը, որ ժամեր հետո կհրապարակվի, կեղծված է լինելու։ Իսկ ինչքան դեպքեր են եղել, երբ մենք խոսում էինք պաշտոնակատարի հետ, քաղաքապետի, ասաց, որ նման խախտումներ վերջին ժամանակահատվածում որևէ ընտրության չէին տեսել։ Մարդիկ մի քանի հոգով մտնում էին քվյախոց, արձանագրվել է, չկային ուժերից մեկի քվյաթերթիկներ, կամ միտումնավոր երկու հատ էին դրված, որպեսզի խոտանվեին, կրկնակվյարկության դեպքեր կային, քվյաթերթիկը դուրս էին հանում, տեսանկարահանում էին, քվյաթերթիկը նետում էին աղբար ցուցադրաբար, հանելու իրավունք չունեին։ Տեսեք, ասում էին նաև Գյումրիում օրինակ կան շրջաններ, վարչական տարածքներ, գյուղեր, որտեղ ընդհանրապես ոչ տեսախցիկներ են եղել, ոչ որևէ մեկն է այցելել գյուղապետի ուղեկցությամբ, այդ վարչական նշանակված շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, տարել են այդ մարդկանց ընտրության, հետ են բերել։ Հետաքրքիր է, օրինակ ընդդիմադիր ուժերը բոլոր ընտրատեղամասերում ունեցել են վստահված անձինք, թե ոչ։ Կամ այդ վստահված անձինք որքանով են տեղում աշխատել։ Մենք գոնե 1-2 տեղամասում Գյումրիում եղել ենք եւ տեսել ենք այդ վստահված անձանց, ինչու՞ չէ հենց Գյումրիում այդ վստահված անձանց կաշկանդվածությունն ենք տեսել։ Այո։ Եվ մենք տեսել ենք, թե ինչպես էին այդ թվում բարձրաստիճան ոստիկանները այս ու այն կողմանում, տեսել ենք, թե ինչպես էին Թաթայի 16 երգը միացնում, տեղամասի, անմիջապես տեղամասի դիմաց, Սարիկ Մինասյանի թաղամասներ, անմիջապես տեղամասի դիմաց, մեկ միացնում են դուխով երգը, մեկ Թաթայի երգը, ոնց որ իշմար լիներ, էլի, հիշում եք, չէ, որ մտնում եք 16-ն է, այդ դուխովի թիվը պիտի, դա էլ ոստիկաներն էլ կանգնած էին,
տարածքը լցված մեքենաներով, Ինչպես է ստացվում, որ ով մտնում էր այդ ոստիկաններին, ճանաչում էր, ինչ որ բան էին խոսում գնում, այո, ինչպես է ստացվում, որ մեքենաների կուտակումները իրենց չէր հետաքրքրում, մինչև մենք չսկսեցինք աղմկել, մեքենաներից իջնում էին ընտրողների հետ խոսում, հետո նորից մեքենաները նստում։ Միթե այդ ոստիկաններին նման պատկերը չէր անհանգստացնում, կամ բացահայտ վեճերը ընտրատեղամասերում, դանակահարության դեպք է նաև եղել։ Ես ինչու եմ ասում, որ պիտի սկսել նաև Քարոզարշավից Գյումրվա այսօրվա պատկերը, նաև Քարոզարշավում մեր տեսած պատկերն է։ Ինչի Քարոզարշավի ընթացքում ուժերից մեկի հղի անդամին երկրապահ ոտքով հարվածում է ու պատասխանատվության չի ենթարկվում։ Կներեք, բայց պատկերացրեք այն անձիկ, նաև այն անդամները, որոնք տեսել են, որ այդպիսի գործողություն է իրականացվել եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար։ Այսօր Գյումրիում Եվ ժամանակ չի եղել ըստ երևույթի նաև դրանով զբաղվել։ Այսպիսի հարցեր էլ կան, այսինքն մարդիկ տեսնում են, որ իրենք պայքարում են, բայց վերջում չեն կարողանում արդյունքի հասնել, իրենց խախտված իրավունքները չեն կարողանում վերականգնել։ Գուցե եւ դա նրանից էր, որ օրինակ, եթե տեսեք, մենք քիչ առաջ ճանապարհին խոսում ենք, եթե օրինակ դա լիներ իշխանության թևի ներկայացուցչի նկատմամբ, ինչպիսի աղմուկ կբարձրանար, դեսպանատները գուցե, չգիտես ովքեր կխառնվեին, որ տեսեք, մեքենան վրա երթի է ենթարկվում, մեկին ծեծում են, մյուսի ընդդիմադիր տեխնացուի վրա մեքենա, բայց մենք այստեղ այդ մեծ աղմուկը չտեսանք։ Տեսեք, գնացին այնտեղ փորձեցին ակցիա իրականացնել եւ այլ, այդ օրով ամեն ինչ կարծես թե սահմանափակվեց։ Երբ որ այդ օրով ամեն ինչ սահմանափակվեց, իշխանությունը հետա գնացել Գորիկ Հակոբյանին է փորձում արդեն քրեական հետապնդում։ Մենք մեկ օրում ինչպես կարելի էր էլի։ Եւ դրան հաջորդեց արդեն այլ ուժի նկատմամբ մեքենան վարեցին ընդդիմադիր ներկայացուցչի վրա։ Եվ տեսեք, երբ որ մարդիկ տեսնում են, որ 1-2 ընդդիմությունը այսպես արդեն խեղճացած կարգավիճակում է, գրում են ծեծել են, ավտոյի տակ են գցել եւ այլը։ Տեսեք, այսօր երբ որ մենք միասին Գյումրի էին գնում, վարորդը ինչ ասաց, ամեն օր հակակոռուպցիոնիստ նամակ է ստանում, եթե կաշառք այսքան սենց ես նստելու, այսքան ես նստել։ Ակամայից մարդկանց մեջ ներքին վախ ու լարվածություն, բոլոր եղանակներով, ծեծ կրտուկ ուժեղ Հայաստանի Դե այսօր Նիկոլ Փաշինյանը հենց այս ժողովրդավարության մասին էր խոսում արտասահմանյան լրատվամիջոցների ներկայությամբ, հենց այս ժողովրդավարության մասին էր խոսում։ Եվ Ռուբինյանը իրենց հանրահավաքին հենց այսպիսի վենդետաների մասին էր խոսում, բացահայտ մարդիկ խոսում էին, բացահայտ։ Այսինքն, այստեղ դուք չեք տեսնում, չէ՞, ընտրատեղամասում կանգնած, չգիտեմ, Քոչարյան, Սամվել Կարապետյան կամ Գագիկ Ծառուկյան, հասարակ տղաներ են, ովքեր հասարակ տղաներ են, հասարակական գործն են իրականացնում։ Եվ ատելություն են, չէ՞, սերմանել։ Ատելություն են սերմանել, այստեղ ծես կրտուկ է, մի այլտեղ դանակահարություն է։ Այսօր մի Գյումրիու մի տիկին ասաց, որ այդ մտել են ձերբակալելու երեխաները իրենց գիշերային հագուստով դրսում քանի ժամ կծկված վախեցել են։ Այդ համընդհանուր վախի մթնոլորտը, որ իշխանությունը ասաց, երեխայի վերջին զանգի գումարի թուղթը այնտեղ եղել, վրան գրված թե ինչքան է վինետկաների համար, այսպես ասած երեխաների վիպուսկնոյի համար ինչքան գումար է եղել, միանգամից ասել են, վեր սա ընտրողների կաշառք եւ կնոջ են տարել, պատկերացնում եք, տանից կնոջը տարել են երեխաների ներկայությամբ եւ երեխաներին գիշերվա կեսին հանել են դուրս, որպեսզի իրենք էլի միայնակ այնտեղ զննություն կատարեն։ Իսկ մենք երևի չենք կասկածում, չէ՞, որ իրավապահները այսօր ավելի շատ Նիկոլ Փաշինյանի իրավապահներն են, կամ մենք երևի չենք կասկածում, չէ՞, որ երկրում Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ու շատ ուղիղ այդ մասին խոսում է։ Երկրում դատավորնել է ինքը, քննիչնել է ինքը, դատախազնել է ինքը, կառավարություննել է ինքը, ԱԱԾ տնօրեննել է ինքը, եւ այդ սխեմայով են աշխատում։ Դրա համար այսօր
Ամենայն դեպս մենք այսօր ականատես եղանք առավոտից դեռ երեկվանից, երբ որ օրինակ ասվեց, թե մի ամբողջ տրցակ քվեաթերթիկ ուժեղ Հայաստանի քվեաթերթիկներ, երեկվանից մենք ականատես եղանք դրան նախորդող ժամանակահատվածն էլ այսքան ձերբակալություններ, այս վենդետաներ խոստանալ, մարդկանց վախեցնել, տներ մտնել, խուզարկություններ, ամենօրյա այս ամեն ինչը բերեց հասցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունը, գոնե ես որքան հիշում եմ անկախության տարիներից ի վեր, այսպիսի խայտառակ ընտրության ականատես մենք չենք եղել։ Իսկ եւ նաեւ տարբեր ոլորտներում վերջին օրերին իմացանք, որ խրախուսանքներ են եղել, պարգևավճարներ են եղել։ Այո։ Հանկարծ հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանը հորդորում է Արամ Սարգսյանին, ասում է կգնաս վաղը գործ կտաս այս ինչ ուժի վրա, դու չէ մենակ, այն շնորհապետականն էլ հետը թող գնա։ Հանկարծ Եվրոպան քո ապրանքներն է պատրաստ նաեւ որպեսզի արտահանես։ Դե դա միֆ է, դա խապկանք է։ Դե հիմա չէ, իրենք չէ, նաև առանձին պետություններ խոսել էին աջակցության եւ այլնի վերաբերել, բայց այդ ամենը պատահական չէ։ Դա մեր ներքին գործերին խառնվել է առնվազն։ Չէ, փորձում են այստեղ այս ընտրությունը, որովհետեւ ինչ է նշանակում ընտրությունների օրը, բա ինչի չեն տանում։ Տեսեք, իրենք կարողացան այս ընտրությունները ոչ թե ձևակերպել որպես Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ, թրքացման վտանգից այսպես խուսափելու համար կամ սեփական կամքով այդ թրքացմանը գնալ։ Չէ, հենց թրքացմանը գնալու, որովհետև ինքը շատ ուղիղ է խոսում, ինչ ասում է Փաշինյանը, որևէ բան չի թաքցրել։ Կամ դեմ գնալ, կամ չգնալ։ Այո։ Բայց իշխանությունները շատ լավ կարողացան այս ընտրությունները ձևակերպել որպես Արևմուտքի եւ Ռուսաստանի առճակատում։ Շատերը մտածեցին, որ իրենք, գիտես, արագ կգնան Եվրոպա, առանց վիզա այստեղ այնտեղ կգնան։ Ինչ եկել են իշխանության առանց վիզա Եվրոպա գնալու մասին են։ Այո, իրենք մտածում են, որ դռները միանգամից Եվրամիության կփակվեն եւ իրենք գնան կոմֆորտ իրենց համար կապրեն։ Ախր սրանք կարևորագույն բաներ են, որոնք անտեսվում են, հասկանում եք, մյուս կողմից հիմա պատկերացրեք, մարդը մտածում է, հա լավ, եթե նույնիսկ Թուրքը եկավ, ես կարող եմ արդեն այտենց Եվրոպայում հայտնված լինեմ, առանց վիզա գնացած լինեմ, մի հատ էլ կան, չէ, մարդիկ, որոնք չեն սիրում շատ աշխատել, բայց սիրում են ուրիշների փողերը հաշվել։ Եւ մտածում են, եթե ընտրապայքարի մեջ մարդիկ են, ովքեր ունեն կապիտալ, ապա այդ կապիտալը անպայման իրենց գրպանից են օրինակ գողացել, բայց չեն մտածում, որ գիտեք, իրենք վերջին տարիներին առհասարակ չեն աշխատել օրինակի համար։ Եթե դու չես աշխատում, չես ստեղծում, ես հեշտ է քննադատել նրան, ով աշխատել է, ով ստեղծել է եւ Նիկոլ Փաշինյան հենց դրա վրա է աշխատում, պատկերացնում եք։ Ոչ միայն թրքացման Եվրոպայի եւ այլ նաեւ այս ընտրությունները իրենց բացառիկության պատերազմի եւ խաղաղության։ Տեսեք, ինչ ասեց, բոլորը պատերազմի կուսակցություններ են, ինքը եւ իր այդ գրպանային մի քանի դիմություն խաղաղություն են։ Տեսեք, սկզբում այդպես էր, Քարոզարշավի սկզբում այդպես էր, բայց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց խաղալ երկու լարերի վրա։ Հիմա ինքը արդեն խաղում է որպես ես շատ այսպես ուժեղ առաջնորդ եմ լարի վրա, զենք եմ ցուցադրում, մի հատ էլ հետո ապատեղեկատվություն է, այսպես հա կեղտոտ լուրեր եմ շրջանառում, որ այս զենքը, այս անդիմությունը տվյալները կտա Ռուսաստանը մեզանից կխլի կտանի Ուկրաինա, այսինքն Ռուսաստանը պատկերացնում եք զենք արտադրող երկիրը չունի, պիտի Հայաստանից խլի, մի հատ էլ ընդդիմությունը պիտի ինֆորմացիա տա։ Ու սրանք օրինակ YouTube-ում միացնում ես, որ սովորական լրատվական մի նյութ նայես, այդպիսի ապուշություն, այդպիսի աղբ ամեն մի նյութի դիմաց։ Հաջորդ աղբը, որ Հայաստանից կտանեն Ուկրաինա պատերազմի մասնակցելու։ Այո, կտանեն մասնակցելու։ Քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաներով, ահաբեկելով, արդեն 3-4 ամիս Փաշինյանը Քարոզարշավը շատ ավելի վաղուց էր սկսել։ Գործակալների այդ սցենարը, որը դարձրեց լրտես, գործակալ, վախեցրեց բանտերով, ունեզրկելով, ինչ է հիմա մի մասն էլ մտածում էր, այսա որ ունեզրկեց, սա բերեց իրենց համար ծերերի խնամքի կենտրոն է գուցե։ Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը իր ոճին համաձայն օթից կախված, այն չեղած տեղեկություններ կարողացավ իրականության
տեղը հրամցնել։ Տեսեք, ասում է Ռուսաստանից գալու են 100,000 ընտրողներ։ Ուր են այդ 100,000 ընտրողները։ Այսօր ասում են Ռիազանից եկել են Նիկոլ Փաշինյանին ընտրելու։ Բա ուր են այդ 100,000 ընտրողները, որի մասին խոսում են։ Բա ինչի օրինակ ազգային անվտանգության ծառայությունը նման տվյալներ չի տալիս։ Ինչի Զվարթնոցում այդպիսի տվյալներ չկան, որ այս ժամանակահատվածում այդքան մարդիկ են եկել։ Մարդը ասում եմ չեղած տեղեկությունները դարձրեց օրակարգ եւ ընդդիմություններ գնում էր այդ օրակարգի ակամայից հերկման հետևից։ Մարդիկ արդեն զբաղված էին ոչ թե քարոզարշավով, այլ զբաղված էին կոնկրետ ապատեղեկատվությամբ։ Խոսում է հիբրիդային պատերազմի մասին, բայց իրական հիբրիդային պատերազմ թե պետության, թե ուժերի դեմ իրականացնում էր հենց Նիկոլ Փաշինյանն իր թիմով, այո։ Նիկոլ Փաշինյանն իր թիմով, որովհետեւ ինչ այսպես ասեմ տրամաբանող մարդը կարող է միանգամից ասել, որ սա ապատեղեկատվություն է, չի կարող նման բան լինել։ Կամ ինչպես է ստացվում, որ իրենց լրատվամիջոցները տեսանկարանում են, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի համար այս երկրից կամ այն երկրից եկել են, դա նորմալ է, դա ներքին գործերին այսպես խառնվել չի, չեն ասում գնացել է Ռուսաստանները։ Այսինքն Ռիազանից եկողները նորմալ է, բայց օրինակ այո, ճանապարհին նաև մեզ ասացին, Մոսկվայից եկողը նորմալ չի։ օրինակ Գյումրի մի շարք ընտանիքներ եկել էին արտ երկրից, որպեսզի Փաշինյանի համար քվեարկեին։ Հիմա ես ասում եմ, իսկ իրենց ստանում են վարժական հավաքների։ Մարդկանց տոտալ բոլորին ահաբեկում էին։ Ուղղակի մեր հանրությունը շատ կարճ հիշողություն ունի։ Սիրելի հանրություն, նախկինում դեսպանատներում կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրություններ, որպեսզի մարդը գնա, ընտրի, այսինքն եղել է Հայաստանում ընտրություն, մարդը գնացել է այն երկրում, որտեղ գտնվել է, դեսպանատանը կազմակերպել են քվեարկություն։ Այո, եւ գնացել է մարդը, եթե ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, նշանակում է այդ անձնագրով լիազորված է այն իրավունքներով, որ մեզանից յուրաքանչյուրն է լիազորված։ Հասկանում եք, դուք չեք, մարդը լավ օրից չի գնում, չէ՞, օրինակ խոպան։ Այդ տեսեք անի առաջին անգամ մեր հասարակությունը ականատես եղավ մի խայտառակ իրավիճակի եւ մարդիկ գնում էին իրենց հասցեի վրա, տեսնում էին կան գրանցված են, թե չէ հայտնաբերում են 20 հոգի օտար մարդ, 30 հոգի օտար մարդ։ Տեսեք հաշվենք, չէ, այսպես կոպիտ հաշվարկ անենք, եթե ամեն քաղաքի վրա 200 հոգի այդպես շրջիկ քվեարկողներ կային, իրենք ամեն տեղամաս դա անվերահսկելի էր։ X տեղամասից կգնային Y տեղամաս, իրենց անունները նորից գրված էր հասցեների տակ, ելի կքվեարկեին։ Այսպես ես երբ որ երեք նստած հաշվարկ էի անում, կոպիտ հաշվարկում, Նիկոլ Փաշինյանը իր գրպանում ուներ 200,000-ից ավել ձայն։ Լրագրողները, այդ թվում դուք երբ էին բարձրաձայնել այդ խնդրի մասին։ Մի քանի ամիս առաջ էր, չէ՞, որ մարդը տեսել էր, որ իր տան վրա, կոնկրետ Ռիփսիմե Առաքելյանը տեսել էր, որ իր տան վրա գրանցված են մի շարք անձինք, որոնք որևէ կապ իրենց հետ չունեն։ Մարդը աղմկեց։ Ինչ փոխվեց դրանից հետո։ Կամ արցախցիների հետ կապված։ Այո, այդ մի խնդրություն ընտրության հետ կապված ներքին գործերի նախարարությունը վիճարկում էր, որ կարող են ընտրություններին մասնակցել։ Մարդկանց այսպես իրարանցման մեջ գցեցին, վերջում պարզվեց, որ իսկապես արցախցիները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող էին մասնակցել ընտրությունների։ Մարդիկ մինչև երեկոյան գրում էին, մենք չենք կարող մասնակցել, որտեղ իրազեկված չէին, որ արդեն 1 օր, 2 օր առաջ այդ խնդրին լուծում տրվել է, բայց նրանք միտումնավոր բոլորի համար ստեղծում էին խնդիրներ, մարդիկ զբաղված էին այդ խնդիրների լուծմամբ եւ ի վերջո չգիտեն էին, օրինակ խնդիրը լուծվեց, չլուծվեց, կարող են արդեն քվեարկել։ Վերջին օրերը մեծ մասը չգիտեր ինքը։ Հիշում եք Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել էին բազմաթիվ արցախցիներ, խոսում էին այն մասին, որ դիմել են դատարան, դեռ դատարանը որոշում չի կայացրել, ասում էին ախր իրենք ունեն նախադեպային որոշումներ, ըստ որի այդ կապույտ անձնագիրը ունեցող քաղաքացին անկախ նրանից ինքը որ կոդով է կարող է մասնակցել, ասում են, չէ, նախինում եղել են նախադեպեր, մասնակցել են, որոշումներ դատավորներն են կայացրել, այսինքն հենց այնպես չէր, չէ, արցախցին որոշել, որ ինքը կարող է ընտրությանը մասնակցել, բայց նույնիսկ փաստաբան կար,
Ռոման Երիցյանը, որ իրեն էլ էին ասել չես կարող Այո։ ընտրությանը մասնակցել։ Դե իրենք գիտեին, որ արցախցիները եթե գնային քվեարկելու այսօր օրինակ դրա համար իրենք այդպես փոշիացրեցին արցախցիների ձայնը։ Ռազմական ոստիկանությունը սկսեց օդանավակայանում խոճապ տարածել, որ եթե մտակ սահման ենք տանելու։ Այնպես չէր, որ մենք պատերազմի ժամանակ մեր հայրենակիցները չեն եկել մասնակցել։ Հետո գիտեք, օրինակ հարցումներ են դրվում, շրջանառվում։ Ես վստահ չեմ, այդ հարցումները, որ շրջանառվում էին ու փորձում էին ներկայացնել որպես, չգիտեմ, ուժեղ Հայաստանի համար բերված աջակիցներ կամ ինչպես իրենք են ասում, FSB-ի կողմից պարտադրված մարդիկ, որ եկել են եւ այլն, այդ հարցազրույցները, որ այդպես ակտիվորեն նույն YouTube-ով տարածում են, այդ թվում ցանկացած լրատվամիջոցի YouTube-յան նյութից առաջ որ տարածում են, իրականում այդ անձիկ եղել են, ովքեր ասել են, ես գիտեմ, որ հաջորդ օրը կարա իրավիճակը սրանա, քվեարկելու եմ, երեխեքիս վերցնեմ ու գնամ։ Ես չգիտեմ, այդ անձիկ իրականում եկել են, ով են, որտեղից են, եթե կային Փաշինյանի, գուցե Փաշինյանի աջակից էին, ասում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում իր ուղիղ եթերում տեսել ենք, չէ՞ որ ասել են, մենք եկել ենք հատուկ քեզ քվեարկելու համար։ Հիմա եթե շարժվենք Փաշինյանական տրամաբանությամբ, իր աջակիցներից մեկը ասեց Ադլերից ավտոբուսներով բերելու են։ Գուցե այդ ավտոբուսի ուղևորներից է։ Դե հիմա ես ուզում եմ ասել, Փաշինյանական տրամաբանությամբ խոսենք, եթե Փաշինյանական ռետորաբանությամբ խոսենք, հիմա ես էլ Փաշինյանի համար արտերկրից եկողներին ասեմ, դու հետո գնալու ես հանգիստ արտերկիր, իսկ իմ երեխան ու ես մնալու ենք ադրբեջանցիների կողմից, չգիտեմ, ճնշված լինելու, հետագայում նաև ինչու՞ չէ մորթվելու, հիշեք ում հետ գործ ունեք, էլի, վտանգի առաջ, այսինքն եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, եթե ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ, ասեմ, ցանկացած մեր հայրենակից, որը գալիս է այստեղ ընտրության եւ ունի մեր քաղաքացին է, ունի այդ իրավունքը, դրա համար մենք այդպես չենք ասում, բայց հարգելի քաղաքացիներ, հարգելի ընտրողներ, երբ որ դուք Փաշինյանի հետևից նույն այդ թեզերը կրկնում եք, հիշեք, որ նույնը կարող են ասել նաև ձեր ուժի համար արտերկրից եկող մեր հայրենակիցների վերաբերյալ։ Լավ, ձեզ համար խնդիր է, որ ձեր հայրենակիցը կարող է գալ միջամտել, ձեզ համար խնդիր չէ, որ ընտրություններին կարող է միջամտել Էրդողանը, կարող է միջամտել Ալիևը, բլոգերները։ Ձեզ համար խնդիր չէ, որ ձեր առաջնորդին կարող են Ադրբեջանում երգեր նվիրել, բլոգերները կարող են նաև բացահայտ իրենց աջակցությունը ցուցաբերել։ Ձեզ համար խնդիր չէ, որ ընտրություններից 5 պակաս այդ մարդը Էրդողանի հետ է խոսում։ Խնդիր չէ դա ձեզ համար։ Խնդիր չէ ձեզ համար, որ ընտրական ցիկլի ժամանակահատվածում հանկարծ ադրբեջանական այսպես խումբն է գալիս սահմանազատման հանձնաժողովի քողի ներքո այստեղ, խոսում է գործարարների հետ, հանդիպումներ է ունենում, ընդ որում մենք այդ մասին հանկարծ ենք իմանում ենք, որ Զվարթնոցում ադրբեջանական ինքնաթիռ է, այո, վայրեջք կատարել։ Ձեզ այս հարցերը չեն տանջում, այդ հարցերը օրինակին շատ են տանջում, կամ նույն այդ արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված, հա, հարցերի վերաբերյալ, որևէ մեկը չի ասում, որ միանգամից մի օրում են գալու եւ այլն։ Այդ դեպքում ես հարց ունեմ Նիկոլ Փաշինյանին, արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ առաջինը խոսել է Նիկոլ Փաշինյանը, այո, հեղափոխության, այսպես կոչված հեղափոխության ժամանակահատվածում, երբ որ բառացի եմ մեջ բերում, երբ որ խոսում էր Սերժ Սարգսյանի վերաբերյալ եւ ասում էր միայն ուզում է ես երկիրը դարձնել արևմտյան Ադրբեջան, որտեղ միայն Ադրբեջանում է, որ ինչքան ժամկետ չկա, ինչքան ուզում են, այնքան կառավարում են, հետո անթույլատրելի էր համարում երրորդ ժամկետ գնալը։ Փաշինյան, բա դու ո՞նց ես երրորդ ժամկետ գնում։ Եվ հետո այդ արևմտյան Ադրբեջան Ալիևը, որ պարբերաբար ասում է, պիտի գան բնակեցվեն անգամ պետական աջակցության ծրագիր կամ մարդկանց Հայաստանի տարբեր քաղաքների վրա հասցեներ ու անձնագրեր են բաժանում, Ալիևին չեն հերքում, այստեղ ասում են ձեզ նստացնելու են, կեղծ բաների մասին եք խոսում։ Դե չեն կարողանում, ինչը պիտի հերքեն, եթե պայմանավորվածություններ են ունեցել։ Եղել է այս ցավոք սրտի, եղել է վերջին ժամանակահատվածում, վերջին տարիներին, ինչ որ մի հայտարարություն, որը Ալիևը ասի, հետո կյանքի չկոչվի։ Իհարկե չի եղել։ Բա սա մեր հանրությանը չի հետաքրքրում։ Այս հեռանկարը չի հետաքրքրում։
դուք ուզում եք, ես արդեն սկսում եմ, գիտեք ինչ մտածել, որ գուցե մենք ենք խանգարում, որպիսի բարեկամություն անեն մարդիկ ադրբեջանցիների հետ, Ալեն Սիմոնյանի ասած առևտուր անեն ադրբեջանցիների հետ, միթե դուք մոռացել եք, որ գործ ունեք մի մարդկանց հետ, ովքեր կացնահարել են քնած մարդուն, հիշում եք, չէ, այս քարոզարշավի ընթացքում ԿՊԱ-ականները, որ գնում էին Տավուշի գյուղեր, այնտեղ Փաշինյանի եղբորորդուն շատ լավ հիշացրեցին, թե ժամանակին ինչպես էր իրենց հարակից համայնքից մեկը գերեվարվել, հետո մարմիններ վերադարձվել, եթե ազգանուն ճիշտ եմ հիշում, Կարեն Պետրոսյանի մասին էր խոսքը։ Հիմա այս ամենը մոռացվում է։ Միթե այդ սոցիալական կոնֆետները, որ ձեզ վերջին օրերին տվեցին, 10,000 դրամ թոշակը բարձրացրեցին։ 2 ամիս առաջ ասում էր, որ ինչ իմանան ոնց են դա ծախսելու։ Ձեզ մեղադրում էին ժամանակին 5,000 դրամ վերցնելու եւ քվեարկելու մեջ, հետո այս տարիների ընթացքում իրեն գինն են փոխել։ 5,000-ը դարձել է 10,000 փաստորեն։ Տեսեք, Անի, եթե այսպես ամփոփելու լինենք, հա, մենք արդեն որ երրորդ ընտրությունն էր սա, իր բովանդակությամբ, քաղաքական բովանդակությամբ, եթե կար իհարկե, եւ իր բոլոր գործողություններով սա ըստ իս Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին։ Տեսեք, նախ շատ բացահայտ էին հոսանքի անջատումներ համատարած։ Տեսնում ենք այդ երբ էր եղել, որ ասենք մի ամբողջ քաղաք հոսանքազրկվեր։ Ես դրա մասին մի քանի օր առաջ լսել էի, որ լինելու են քվեատուփերը, երբ որ արդեն ընտրությունները ավարտվեն, լինելու են համատարած հոսանքազրկումներ։ Այսօր որ տեղամասը տեսնում ենք, որ քաղաքը մեծ մասը իսկ իրարանցումների մասին ինչի չեք խոսում։ Մարդը չի կարողանում իր ընտրած տեղամասը գտնել։ Գնում է ցուցակում, տեսնում է իր անունը անհարկի չկա։ Փոխարենը իր տան վրա ուրիշի անունն է։ Ավելին մարդիկ ահազանգում են, որ ադրբեջանցու անուն կա ցուցակներում եւ մեկ համայնքից չէ։ Ոստիկանությունը իհարկե հետո ես որքանով որ տեսա հերքել էր, բայց այնուամենայնիվ մարդիկ հրապարակել են, չէ՞, այդ անուն ազգանունները, այդ ցուցակում։ Իհարկե հրապարակած կար Հիմա կարող են ասել ադրբեջանցի չի Իրանի ադրբեջանցի, այնուամենայնիվ Յան ազգանունով չէր։ Ես ձեզ մի բան ասեմ, ինձ թվաց թե ամեն ինչ արդեն իրենք որոշել են, նույնիսկ քանի քվեաթերթիկ են տարել, որ քվեաթերթիկը ինչքան են խոտանել, ինչքան են խոտանել եւ այլը, որովհետեւ այսօր օրինակ առավոտյան երբ Նիկոլ Փաշինյանին լուսաբանեցին նոր գնացի Գյումրի, Նիկոլ Փաշինյանը այսպես տարօրինակ հանգիստ էր, տարօրինակ հանգիստ, մավրը իր գործն արել։ Այո, կարծես տպավորություն էր, որ ինքն իր գործն արդեն արել է, հիմա Մուկուչյանը չկա, որ ասենք նկարչությունն արել է, բայց հիմա ստացվում է Վահագը ինչ պակաս 4 տղա մի ընտանիքից բանակ չի ծառայել, պիտի մի բանով շնորհակալություն հայտնել։ Հիմա ստացվում է, որ այսպես իրենց գործը արդեն կարծես թե համարում էին արած եւ ավարտած եւ Փաշինյանը շատ հանգիստ այսպես պատասխանում էր միջազգային լրատվամիջոցների հարցերին եւ 1-2 հայաստանյան այսպես լրատվամիջոցի, որտեղ մեր հարցերին այլև չպատասխանեց որևէ հարցի, վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված հարցից փախավ Փաշինյանը, ընդդիմադիրներին ձերբակալելու հետ կապված հարցից փախավ Փաշինյանը, այդ թվում ընդդիմադիր падգամավորի տեխնացուի, Հայաստան Դաշինքի ընդդիմադիր падգամավորի տեխնացուի էին առավոտելի Գյումրիում ձերբակալել։ Այդ հարցերից Փաշինյանը էր, որ ցուցակ կար մոտներ, առավոտյան այսքան ընտանիքի տուն կմտնեք, կտանեք։ Հաջորդ օրվա համար ասում եմ ինքը շատ հանգիստ, այսպես կանգնել, խոսում էր ժողովրդավարության վերաբերյալ, ասում էր ժողովուրդը կորոշի, ժողովուրդը ինչպես կորոշի եւ բոլոր մեսեջները հիմնականում ուղղված էին նաեւ Ռուսաստանին, արդեն չէր շտապում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴԹ Եվրամիություն, մի շաբաթ առաջ ասում էր ժողովուրդը հանրաքվեով կորոշի։ Հա, հիմա արդեն չէր շտապում, կարծես թե ինքը բոլոր այսպես հարցերը իր համար լուծած լիներ, այդպիսի տպավորություն էր թողնում եւ այստեղ էլ շատ մի հետաքրքիր պատկեր էր նաեւ այն առումով, որ Փաշինյանը հենց հարցերին պատասխանելիս էլ ավելի շատ տանում էր այս ընտրությունները դեպի Ռուսաստանի հետ կապված հարաբերություններին
միտված կամ կարգավորելուն կամ ընդհակառակը դրանք ավելի պարալիզացնելուն, քան նրանց թե ինչ հեռանկար է սպասում Հայաստանի քաղաքացուն։ Այո։ Հայաստանի քաղաքացուն, որովհետև որևէ մեկը ուղիղ չի ասում, որ եթե դու հրաժարվում ես Ռուսաստանից, այդ թվում նաև անվտանգության հետ կապված իրենց այդ ֆորմատներից, ապա ո՞րն է այլընտրանքը, թուրքական ֆորմատն է այլընտրանքը, ո՞րն է այլընտրանքը, Թուրքիան է քեզ պաշտպանելու։ Բացահայտ ասել են, չէ, որ մենք այո, Ադրբեջան ասել են Ադրբեջանը ասել են մեր անվտանգության երաշխավորն է, այդպիսի միտքեր հնչել, աբսուրդային միտքեր այո հնչել։ Գործարարներ էին հանդիպել կարծում Հայաստանի ու Ադրբեջանի, իսկ ինչ չէին անում, որ եւ բացահայտ տարօրինակ է, չէ, որ ասում եք գալու եմ եկեղեցու հանդեպ, էսպես վարվեմ, սա եմ անելու, սա եմ անելու, իր ծրագրում կա։ Ես դες ասում եմ, ոչ թե այս օրն էր որոշից, ես կարծում եմ, որ իրենք արդեն առավոտյան գիտեին, թե ինչ պատկեր է նաև լինելու, որովհետև տարօրինակ հանգստություն կար, այն էլ այդպիսի ագրեսիվ մարդու մոտ։ Մենք քիչ տեսանք, որ տանեին, բերեին եւ այլն, բայց փաստ չէ, օրինակ, եթե քվյատուփի կապարակնիքը փոկված է, դա արդեն պետք է այդ տեղամասի քվյարկությունը ամբողջությամբ անվավեր ճանաչել։ Եթե օրվա կեսին կապարակնիքը փոկված է, նշանակում է այդտեղ քվյարկությունը պիտի անվավեր եւ դա մի տեղում ենք տեսել, երկու տեղում, բայց մնացած տեղերում այս ամբողջը եթե հանրագումարի ենք բերում, ներկայացեք ինչա կատարվում, շատ արագ, հիմա համեցուցաններ, շատ արագ Հա, Մեղրիում 23:40-ի դրությամբ ընտրատեղամասը բաց է, բանակն է քվյարկում, այո, ես եմ մտնում, այո, եւ բանակի ներգրավվածության մասին ես ավելի վաղ ասացի, սա առաջին դեպքը չէր բանակի ներգրավվածության հետ կապված, ավելին իրենք տարել էին ընտրությունների ավարտից արդեն ընտրատեղամասերի փակվելուց 10 րոպե առաջ զինվորներին կանգնացրել էին ընտրատեղամասերի դիմաց եւ մենք չենք զարմանա, որ մի ժամից էլ բժիշկներին մտցնենք ընտրատեղամասեր։ Հաղթանակի մասին են խոսում, իբր թե արդեն այս պահին իբր թե հավաքել են 57, իբր հաղթում է, այս այլանդակության մասին։ Ես ասում եմ, իրենք հայտարարություն էր, սա ընտրություն չէ։ Ես դեռ առավոտյան ասել եմ, որ սա Հայաստանի պատմության ամենախայտարակ ընտրություններն էր եւ այս ընտրությունները կեղծված են, պետք է հաջորդիվ քայլերը որոշեն գործող այն ուժերը, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ, որևէ մեկը չպիտի այսպես հանդուրժի այս ընտրակեղծարարությունը, որովհետեւ իհարկե չի եղել։ Գիտեք, մենք տեսեք հիշում ենք, չէ, ասում են լույսերն անջատում են։ Հիմա լույսերը անջատելը ձյունանուշիկի նման բան է դարձել, որովհետև մենք ասենք կեսօրին տեսանք այդ ինչ խայտարակություն էր։ Ծրարը մտնում են մարդիկ արդեն գրպաներից 16-ը հանում դնում են ծրարի մեջ։ Տեսեք, անհայտ պայուսակից հանում դնում են ծրարի մեջ։ Անհայտ կայքերի հրապարակումները արևմտյան դիտորդական կազմակերպությունները փորձում են ներկայացնել որպես այսպես ամենացայտուն խախտում, որպես պետական հանցագործություն եւ այլն, բայց բանակի ներգրավվածության վերաբերյալ նայեք մեր մամուլում, քանի ահազանգ է հնչել, քանի կայքեր եւ թերթեր են գրել այդ մասին, որևէ հրապարակում արդյոք դարձել է այս դիտորդական առաքելությունների կողմից ուսումնասիրության Բայց տեսեք, հարգելի անի, եթե 8-ին փակվում են տեղամասերը եւ եթե այս տեղեկատվությունը հիմա է հրապարակվել, որ այս պահին նոր են մտել, սա արդեն հանցագործություն է։ Հանցագործություն է ընտրողի նկատմամբ, հանցագործություն է մեր ընտրական համակարգի։ Իսկ դա որևէ դեսպան, որևէ միջազգային կառույց կարձանագրի։ Մենք շատ ու շատ այսօր միջազգային դիտորդների ենք տեսել, բայց միջազգային դիտորդներն էլ որևէ մեկը ինչ էր արձանագրում, մենք կանգնած էինք տեղամասում, որտեղ մեքենաներ ասում էին այն բուտկի մեջ էլ փող էին բաժանում, որքանով էր դա ճիշտ, որ կա մեզ տեսան արագ եկան հայոյելով փակեցին բուտկան գնացին, մենք չգիտենք այնտեղ ինչ էր, այդ դիտորդները ինչ էին արձանագրել այդտեղ։
Ես տեղյակ չեմ դիտորդները ինչ են արձանագրել, վերջում ես չեմ զարմանա, եթե օրինակ դիտորդները արձանագրած լինեն, որ շատ ժողովրդավար, շատ այսպես, հա, ժողովրդավար տարածաշրջանի լավագույն ընտրություններն են անցել եւ այդ ընտրությունները կնպաստեն Այ հիմա սա նայենք, հա։ Դե սա խայտարակություն է արդեն։ 23-40-ի դրությամբ։ Հիմա մտել ընտրություն են իրականացնում։ Ես կարծում եմ պետք է այս ընտրախախտումները հավաքվեն եւ ամբողջանան ու այս ընտրությունները անվավեր ճանաչելու վերջ։ Չի կարող կեղծված ընտրությունը հիմք լինել այս իշխանության Իսկ ով է անվավեր ճանաչելու։ Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ, այդ թվում եւ իրենց ձայն տված ընտրողները։ Դե գնդակը ստացվում է կրկին ընդդիմադիրների դաշտում է, իրենք են որոշելու մանդատները վերցնեն, էլի նստեն մի քանի տարի, հետո նորից ահազանգեն, որ մեզ այսպիսի վտանգ է սպառնում, գիտեք, այս ադրբեջանցիները կգան, թե չեն գա, գիտեք, այս կորցրեցին եւ այլն։ Ինչպիսին կլինի, այս խայտարակ ընտրության արդյունքները պետք է չճանաչել։ Ես այդպես եմ կարծում։ Բայց իրավական առումով չճանաչելու համար պետք է նաև որ ունենաս անկախ իրավական համակարգ եւ բոլորը չծառայեն մեկ անձի։ Հիմա Փաշինյանը ինչ էլ անի, բոլորը դրան որևէ քրյա իրավական գնահատական չեն տալու։ Որտեւ մենք հիմա փաստացի չունենք երկրում որևէ անկախ կառույց որևէ անկախ ինստիտուտ Փաշինյանը չի թողել։ Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկեր Ռուզաննա Ստեփանյանին, իսկապես շնորհակալ